Ողջույն հարգարժան հետևորդներ, այս ձևաչափով շարունակում ենք քննարկել Հայաստանի ներքին եւ արտաքին կարևոր հարցեր։ Այսօր հոկտեմբերի 27-ն է եւ այդ առիթով մենք հրավիրել ենք մեր լավ բարեկամին, Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանին եւ այս ձևաչափով մենք նաեւ բարբերաբար զրուցում ենք մեր կուսակցության հանուն հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մերաբյանի հետ, ես հանուն հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն եմ։ Բարև ձեզ, պարոնայք։ Բարև ձեզ։ Կուզեմ, որպեսզի 26 տարիների հերվից գնահատենք այն, ինչ տեղի ունեցավ 26 տարի առաջ այսօրը եւ հետահայաց կարողանանք գնահատել տեղի ունեցածը, դրա մասշտաբը, դրա խորությունը, նպատակները եւ այն, ինչ ունենք այսօր, արդյոք կարող ենք գոնե պնդել, որ այն նպատակները, որոնք դրված էին այդ ոճրագործության իրագործման հիմքում, դրանք իրենց նպատակին չեն հասել։ Ըստ էության գոնե կարող ենք ասել, որ այդ պահին նպատակը Հայաստանի պետականության ջախջախումներ կամ չեղարկումներ, որտեղ գործադիր եւ օրենսդիր մարմինների ղեկավարները ուղղակի մահացու կրակոցներով, ստուգողական կրակոցներով ուրեմն կյանքից էին զրկվել։ Եվ կարելի է ենթադրել, որ թիրախում ոչ թե ուղղակի Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանն էր, այլ Հայաստանի լեգիտիմ իշխանության երկու առանցքային գործիչները։ Ես կարծում եմ, որ քաղաքական կուրսը փոխվեց իրականում, քանի որ ես այդ ժամանակ դեռևս հարաբերություններ ունեի եւ Կարեն Դեմիրճյանի հետ եւ Վազգեն Սարգսյանի հետ։ Մենք հիմա դրա համար ենք ձեզ հրավիրել, նաեւ որտեղ գիտեմ անձնական շփումներ եք ունեցել, մտերմություն եք ունեցել երկուսի հետ էլ։ Այո, ես ասեմ, որ հոկտեմբերի 2-ին մենք հանդիպեցինք, ինձ Կարեն Դեմիրճյանը հրավիրեց ու առաջարկեց մասնակցել քաղաքական կուսակցությունների ձևավորման եւ ֆինանսավորման հարցին։ Հենց այնպես ինձ որպես արդեն նախկին պատգամավոր ու մենք շատ երկար քննարկեցինք նաև քաղաքական զարգացումների այն կուրսը, որ արդեն վերցրել էին։ Ես ես պետք է ասեմ, որ հայտնի է, ես չգիտեմ, մի տեսակ ոչ եթերային խոսակցություններ էին գնում, այն ինչ որ այսօր անում ենք Հայաստանի Հանրապետության կարգավիճակը աշխարհում, այսինքն մենք շարունակում ենք խորացնել մեր հարաբերությունները նախկին սովետական միության պետությունների հետ, այսինքն այդ հետ, որ հետագայում դարձավ Եվրազիական միություն, Մաքսային միություն, այսինքն այն ժամանակ նշանները կային, որտեղ դրանից մի քանի տարի առաջ 94 թվականին, այո, 94 Արտաշես Գեղամյանը իրականացնում ազգային միաբանություն Գդելյան Իվանով ծրագիրը Ռուսաստան Բելոռուսին միանալու ծրագիրը կար ու այդ ստորագրահավաքը լուրջ էր նույնիսկ սահմանադրության մեջ 95 թվականի մենք հատուկ նշեցինք որ քննարկման ենթակա չի անկախությունը ստորագրահավաքով կամ հանրահավաքով չգիտեմ ազգային ժողովի որոշումներով չի կարող լինել այդ հարցերն էինք քննարկում ու գործիքակազմի խնդիր կար, ոնց անենք Կարեն Սերոփիչը, Կարեն Դեմիրճյանը, ինչ անենք, որ ինոագենտները վճռական ձայնի իրավունք չունենան։ Այսինքն Կարեն Դեմիրճյանը լինելով Կոմկուսի, Կենկոմի քարտուղար եւս անկախական էր այդ իմաստով։ Ես ասում եմ, որ հոկտեմբերի 2-ին ես մասնակցել եմ այդ խորհրդակցությանը, 3 հոգի պետք է լինեինք ինքը Կարեն Դեմիրճյանը պետք է նախագահեր, ուրեմն որպես ստրուկտուրալիստ պետք է Վիգեն Խաչատրյանը լիներ, համել դա հարմար էր Կարեն Դեմիրճյանին, որովհետև ռայկոմի քարտուղար, գերազանցիկ ռայկոմի քարտուղար, ինժեներ, խոսքով եւ պետք է
համապատասխանեցներ գոյություն ունեցող օրենքներին այդ նոր օրենքը, որ մենք պետք է մշակեինք, եւ իհարկե Վլադիմիր Նազարյանը իրավական տեսք տար Սահմանադրագետ գալով օրվա խորհրդին ու դա շատ այդ մասշտաբը որ վերցրել էր, ասենք Վազգեն Սարգսյանի ամերիկյան ուղևորությունը, Վազգեն Սարգսյանի վերադարձը Ամերիկայից նոր ծրագրերով եւ տպավորություններով մենք դա քննարկել ենք երկրի հերանեկարներով եւ հորիզոններով այո ամերիկանիզմը այդ զարգացման հզորության մասշտաբները Վազգեն Սարգսյանին տպավորված էր ու որոշեցինք որ անպայման խորացնենք մեր ինչքան որ հնարավոր է մենք գիտեինք որ չի կարելի միանգամից պորտալարա կտրել բայց հեռանալ ես կարծում եմ որ եթե ամփոփեմ այս իմ երկարաշունչ խոսքը կարծում եմ որ հիմա տեսա լսախցիկներով բաներով հսկում են չէ նրանք իհարկե հսկողության տակ էին ուրեմն խիստ անհանգստացան ոսկե հորդայի կողմնակիցները Հայաստանի Հանրապետությունը գնում էր եւ մի բան էլ ասեմ կարեւոր է քանի որ դուք եք ձեր սրահում եմ ես հանուն Հանրապետության կուսակցության ղեկավարների հետ եմ խոսում կարծում եմ որ մենք սխալվեցինք այն ժամանակ մի կարեւոր հարցում ստորագրահավաքը այնինչ որ դուք արեցիք Հանրապետություն կուսակցության հետ եւ եվրոպական կուսակցության հետ եւ քաղաքասարակության եթե անեինք հոկտեմբերի 27-ը չէր լինի այսինքն եթե դա գալիս էր ժողովրդից քաղաքացիներից եթե լիներ այդ կուրսի փոփոխությունը դեպի արևմուտք շրջադարձը եթե լիներ պաշտպանված քաղաքացիների կողմից ըստ երևույթին հոկտեմբերի 27 չէր լինի, բայց քանի որ հոկտեմբերի 27-ից այդ երրյակը կամ երկուսը Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը նրանց վերացրեցին կուրսը փոխվեց Պատահական չի ըստ էության ժողովրդավարական ընտրություններ էին տեղի ունեցել տևական ժամանակ լեգիտիմ էր իշխանություններից հետո մայիսին նույն թվականի տեղի էին ունեցել ընտրություններ, որոնք Հայաստանին եւս նաեւ հենց ժողովրդավարական պետությունների ընտանիք կարող էր վերադարձնել եւ դա թույլ չտրվեց ըստ էության։ Ռուբեն Իհարկե այնինչ տեղի ունեցավ 99-ի հոկտեմբերի 27-ին դա մի ողբերգություն է, որը դեռ մինչև օրս դրա հետևանքները հաղթահարված չեն։ Այդ օրը տեղի ունեցավ թե ահաբեկչական ակտ պարլամենտում, տեղի ունեցավ նաև եւս մի ողբերգություն Սուրբ Էջմիածնում, ինչպես ցույց տվեցին հետագա դեպքերը։ Այդ կրակոցներ էին, այո, լիովին համաձայն եմ ձեզ հետ, ոչ թե կոնկրետ անձանց ուղղությամբ, այլ Հայաստանի Հանրապետության։ 4 տարի ոչ լեգիտիմ իշխանություն ունենալուց հետո Հայաստանը հնարավորություն ստեղծեց իր համար հասարակությունը քաղաքական դասը նորից վերականգնել լեգիտիմ իշխանություն ունենալու հնարավորությունը եւ դա օգտագործեց եւ դա եւս գնդակահարվեց եւ Հայաստանը դրանից հետո թևակողեց 2 տասնամյակ կրիմինալ դիկտատուրայի ժամանակաշրջան, որը ձևավորեց վասսալիզետ Հայաստանի թալան արտագաղթ Հայաստանը լքեց 1 միլիոն մարդ, ինչը եւ ավելին, ինչը իր այսպես մասշտաբներով երևի թե կարելի է դնել նույն հարթության վրա, ինչ Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության հետևանքները։ Այո։ Եթե զուտ թվաբանական կողմը նայենք։ Ես Հայաստանը նոր փորձում է
մեջ կողողել։ Այսօրվա մեր քննարկումը 25 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի է ունենում դեպքերի ընթացքի ոչ պակաս դրամատիզմի պայմաններում։ Սա մենք պետք է ֆիքսենք։ Ընդ որում մենք տեսնում ենք նույն ինտրիգներ եկեղեցում եւ եկեղեցու շուրջ, նույն երկիմաստ ազդակներ ուղղված հասարակությանը, եւս պատերազմի խաղաղության հարց, եւս զարգացման հեռանկարներ եւ ուղղության ընտրության հարց Եվ թիրախում կրկին Հայաստանն է, եւ թիրախում կրկին Հայաստանի լինել չլինելու, Հայաստանի պետականության եւ մեր հարատեվության հարցն է։ Ես երկու հատկապես հարցի վրա եմ ուզում կանգ առնել եւ ուզում եմ, որ մենք ապագային միտված ավելի մեր քննարկումը շարունակենք։ Հիշում եմ 98 թվականի ընտրությունների երկրորդ փուլից հետո Կարեն Դեմիրճյանի հետ փակ հանդիպում ունեցանք նախընտրական շտաբի շրջանակներում կինոյի տանն էինք եւ քննարկվում էր արդյոք պետք է բողոքարկել սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները թե ոչ ասաց ես գիտեմ ում հետ գործ ունեմ եւ չի արժում նույնիսկ մեկ կաթիլարյուն չեմ թույլ տա որ հեղվի հանուն այն իշխանության որը ինձ պիտի բաժին հասնի դրա արդյունքում սրանք ոչինչի առաջ չեն կանգնի Եվ երկրորդ Նայիրի Հունանյանի հետ հանդիպման հետաքրքիր մի դրվագներից մեկն էլ այն է որ Բանտում ոչ այո ես եմ հանդիպել իրեն 19 թվականին կարծեմ վերջինը նրան հանդիպած օտարներից որտեղ փաստաբան չունի կարծեմ հարազատներն էլ վախճանվել են ոչ պատահականորեն ընտրվել է հոկտեմբեր 27-ը որովհետև այդ օրը ազգային եկեղեցական ժողովներ, որտեղ պիտի ընտրվեր կաթողիկոս, այսինքն ամբողջ հանրային եւ մեդիա ուշադրությունը մայրաթորում էր եւ ուրեմն ոչիրի համար ընտրվել էր հենց այդ օրը։ Այսինքն նրանք ովքեր առնվազն ծրագրել էին, ոգևորել էին, խրախուսել էին Նայիրին այդ ոչիրը գործելու, շատ լավ իմացել էին նաեւ այդ օրվա խորհուրդը, նշանակությունը եւ նույնիսկ հոգ չէին արել, որ այդ օրը տեղի չունենա եւ ըստ էության համաժամանակյա ընտրություններ եւ միևնույն ժամանակ ուրեմն այդ գրակոծները պետության եւ պետականության ուղղությամբ մենք այն ինչ այսօր փորձում ենք թոթափել եւ ազատվել մեծ հաշվով նաեւ այդ ժառանգությունից պոկվելու խնդիր ենք լուծում որովհետեւ այդ ժառանգությունը եւ այդ բեռը մեր պետականության վզին փաթաթած մենք չենք կարողանում առաջ գնալ եկեղեցին պիտի թիկունք լիներ մեր պետականությանը մենք այսօր լրիվ ուրիշ առնվազն որոշ բարձրաստիճան հոգեվորականների ամենայն հայոց կաթողիկոսի առաջնորդությամբ տեսնում ենք լրիվ հակառակ մտադրություններ մենք տեսնում ենք անարգանք Հայաստանի պետականությանը, ժողովրդի ընտրությանը, ու սա պատահական չի եւ սրա արմատները եւս հոկտեմբեր 27-ի հետ կապ ունեն այն նպատակների, որոնք դրված էին այդ ոչիրի մեջ եւ նաեւ այն իրադարձությունների, որոնք տեղի ունեցան գրեթե միաժամանակ նույն օրը Ժամերն էլ նույնիսկ, որտեղ արդեն ավարտվել էին ընտրությունները, գիտեք, եւ պիտի հայտարարվեր ընտրված ուրեմն կաթողիկոսի անունը, հիշում եք հավանաբար այդ բոլորը։ Այո, եւ մեկ էլ այդ եկեղեցական այդ արարողության ժամանակ Գարեգինին բերում են մի այսպես գրություն Հովնան Սրբազանը մոտեցնում է, այո։ Եվ նա այլայլում է կարդալուց հետո միանգամից արարողությունը կիսատ թողնելով տեղեկացնում է, իջեցնում հավաքվածներին, թե ինչ է տեղի ունենում։ Բայց ինչ է տեղի ունենում այդտեղ։ Հովնան Սրբազանը եթե մինչև Թեկնածուի անունը հրապարակելը տեղեկացներ, որ տեղի է ունեցել այդ ոչիրը Արվոչինչ կճանաչվեին այդ ընտրությունների արդյունքները։ Հայտարարվում է Թեկնածուի անունը, իմանալով հանդերձ, որ Երևանում տեղի ունեցել այդ ոչրագործությունը։
որը ճանաչում է փաստորեն ընտրությունների արդյունքները եւ դրանից հետո նաև եթե չեմ սխալվում կաթողիկոսի օծման արարողությունն է հետաձգվում ընդհանրապես բոլոր միջոցառումները այդ տոնական ամբողջությամբ ուրեմն սքի բնույթ են ստանում եւ ապագային հատկապես միտված ես կուզեմ որպեսի մենք ավելի մեր քննարկումը ծավալենք ի վերջո նաև Միացյալ Նահանգների հետ կապված կարևոր իրողություններ կան 99 թվականի սեպտեմբերին Ալ Գորի հետ փակ հանդիպման ինչ որ մանրամասներ Թելբոթի այց Հայաստան երբ այդ տեղի ունեցածը այն ժամերին էր երբ Թելբոթի ինքնաթիռը Հայաստանից մեկնում էր այո օգնում էր Երևանից եւ իր հուշերում Ստրոփ Թալբոթը ով պետքարտուղարի տեղակալն էր Քլինտոնի ադմինիստրացիայում ուրեմն խոսում է այդ մասին եւ պատմում է որ փաստորեն Երևանում տեղի է ունենում այդ ոճիրը իր պայմանավորվածությունները եւ առասարակ Ղարաբաղյան կարգավորման ամբողջ փաթեթը ուղակի առ ոչինչ է դառնում որտեվ Վազգեն Սարգսյանի սպանությունը ամբողջությամբ ուղղակի անհնար է դարձնում այլևս այդ օրակարգը առաջ մղել։ Եվ նաև հիշեցնենք, որ կար հստակ մեղրի համատեքստ։ Այդ ամենը կարմիր թելով անցնում էր այդ օրերի իրադարձություններով։ Անվտանգության խորհրդի նիստ էր եղել այդ հարցով, կարծիքների բաժանում կար, թե ով ինչպես է այդ ամենին նայում։ Հիմա զուգահեռելով այս օրերի հետ մենք տեսնում ենք այն հարցերի հավաքածուն, հա, այսպես ասեմ, ստեյցիան չի փոխվել, բայց մենք շարժվում ենք առաջ, երբ ասում ենք միտված ապագային 18 թվականի այդ ես չեմ կոչում ոչ բռնի ժողովրդական հեղափոխություն, հակակրիմինալ, հակակոռուպցիոն, ժողովրդավարական հեղափոխության, այո, ոչ բռնի թավշյա, հենց մեկնարկով սկսվեց այդ բեռից թոթափման գործընթացը, որը հիմա մտել է վճռորոշ փուլ։ Եվ այսօր ստեղծվել է մի իրավիճակ, ուզենք թե չուզենք, հանգամանքների դասավորությունն այնպես է ձևավորվել, որ այսօր իրավիճակի տերը Հայաստանի Հանրապետությունում Նիկոլ Փաշինյանն է իր թիմի հետ իրավիճակի տերը եւ Հայաստանի հետագա ընթացքը կանխորոշվում է նրա թե արված եւ արվելիք թե չարված եւ չարվելիք քայլերով այսօր իրավիճակը այսպիսին է սա համարեք որպես այսպես իրավիճակի ախտորոշում, ինչպես հռոմեացիներն էին ասում, առանց ցասման եւ աչառության։ Մենք ունեինք դարի պայմանագիր 94 թվականին, երբ Հայաստանը պիտի փաստորեն տարածաշրջանի կոմունիկացիաների եւ նավթամուղերի ու գազամուղերի մաս լիներ։ Եվ ըստ էության Միացյալ Նահանգները արևմուտքը առասարակ հենց դրանում էր տեսնում նաև անվտանգության ապահովման իր պատկերացումները դա է։ Մենք այդ հնարավորությունը կորցրինք ըստ էության 95 թվականի խորհրդարանական ուրեմն կեղծված ընտրությունների եւ 96 թվականի վիճահարույց նախագահական ընտրությունների արդյունքում եւ մենք այդ օրակարգը հնարավորություն ստացանք վերադարձնել 99-ի խորհրդարանական արդեն այո օրինական եւ թափանցիկ այո երբ արդեն դա մտել էր այդ դարի պայմանագրերը մտել էին արդեն ակտիվ իրականացման փուլ եւ Քլինտոնը ցանկանում էր վերադարձնել Հայաստանը այնուամենայնիվ այն նավի մեջ որը կարող էր իրապես Կովկասի խաղաղակաշարն էլ կդառնար այն առանցքը որի վրա կարող էր կառուցվել խաղաղությունը ապագա
Գործառույթի խնդիր կար, ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը պետք է գործառույթ ունենար տարածաշրջանում, դա քննարկվել է մի տեսակ հիմա մենք անդադ խոսում ենք ողբերգական մասին, ողբերգության մասին, քանի որ դուք նաև ականատես եք այդ իրադարձությունների, ես շատ կուզեմ որպես երկարակեցությունը պարզում է, որ օգտակար բան է։ Շատ։ Ես դες պետք է հիշեցնեմ, որ 94 թվականին մի քանի կարևոր բաներ տեղի ունեցան 96 թվականի ընտրությունների, այդ ընտրությունների պատճառը 94 թվականին մեզ առաջարկեցին միանալ Ռուսաստան-Բելարուս միությանը։ Այն ժամանակվա իշխանությունը Հայոց համազգային շարժումը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը մերժեցին։ Ու սկսվեց խնդրեմ արդեն 96 թվականի ընտրությունները ականապատվեցին։ Հաջորդ արտառոց բանը հենց այդ թվականին 94 կամ 93 թվականին Հայաստանի Հանրապետությունը հրաժարվեց այդ Փարիզյան խարտիայի որոշումից, զորքերը դուրս չհանեց Փարիզում 90 թվականի նոյեմբերին պարտադրված էր սովետական միությանը, որ 14 հանրապետություններից իր զորքերը հանի։ Ու պետք է զորքերը հաներ այստեղից, մեր իշխանությունը գնաց, այսպես ասենք, այդ Բելարուս Ռուսաստանին չմիանալու բանը փոխհատուցելու համար մենք որոշեցինք, որ զորքերը չենք հանում։ Դες չենք մտնում, բայց չենք հանում։ Այո, գուբերնիա չենք դառնում, բայց անվտանգությունը վստահում ենք Ռուսաստանին։ Ուրեմն մենք այդ Հայաստանի Հանրապետության իշխանությունը երկու կողմից թիրախավորվեց։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, որ զորքերը չի հանում, այսինքն դեմ է Ամերիկայի Միացյալ Նահանգների ծրագրին, ՆԱՏՕ-ի դեմ զորք է սպահում, Ամերիկայի Միացյալ Նահանգները ինջիլիկ ռմբակոծելու համար եք պահում, այդ քննարկումներ են եղել։ Նույնիսկ ՆԱՏՕ-ում ես մասնակցել եմ դրա։ Ես հիշում եմ Շապշնիկովը, Բուրբուլիսը հատուկ եկան Հայաստան, Լևոն Տեր-Պետրոսյանին հանդիպեցին, ԱՊՀ այն ժամանակ միասնական հրամանատարական շտաբ կար եւ այդ քննարկումները զորքը պահելու հենց նրանց հետ էր քննարկվում, որովհետեւ դա շատ լուրջ էր, զորքը պահել նշանակում է կարգավիճակը ամբողջ տարածաշրջանի փոխել։ Իսկ 97-ին էլ այդ ամենը դրվեց պայմանագրային Հայաստանը մեծ հաշվով դարձավ տարածաշրջանի կույրաղիկ։ Այդ զորքերը Հայաստանում պահելով մենք համ Վրաստանին Թուրքիային վիճակի մեջ դրեցինք, համ Ադրբեջանին։ Թուրքիային մենք կախեցինք Ամերիկայի Միացյալ Նահանգների անվտանգության կախիչից։ Ծրագիրն այնպես էր, որ Թուրքիայից էլ դուրս է գալի Ամերիկա։ Հայաստանում էլ հայտնվեցին շարլատան դիվանագետներ, որոնք ասացին, որ մենք 100 տարի էլ այսպես կզարգանանք։ Դա ընդհանրապես արդեն 90-91 թվականի Հայաստանի Հանրապետությունը չէր։ 94 թվականից այդ Ռուսաստան-Բելարուս ծրագրից եւ ռազմական բազան պահելու ծրագրից արդեն Հայաստանի կարգավիճակը փոխվեց ու 96 թվին չստացվեց։ Մենք ունենք առանձին զորքերի վերաբերյալ սահմանապահ ուժերի վերաբերյալ պայմանագիր եւ բազան հետո եղավ, պարոն Աշակյան, թե չեմ սխալվում։ Եվ ասեմ, որ այն ժամանակ քարոզչական ֆոն կար, որ Թուրքիան սպառնում է Հայաստանին, բայց վերջերս գաղտնազերծված շատ կարևոր փաստաթղթեր կան Բուշ ավագի եւ ուրեմն Թուրքիայի նախագահ Թուրքուտ Օզալի, այո, միջև փոխանակված հաղորդագրությունների առայն, որ Միացյալ Նահանգներն ըստ էության ընդհանրապես ասել Հայաստանը մոռացիր։ Հայաստանը չի կարող որևէ կերպ Թուրքիայի 90 թվականի դեկտեմբերին Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատը հատուկ նիստ է հրավիրում Հայաստանի անվտանգության վերաբերյալ։ Ու այդ գրությունը գնում է Թուրքիա, Ամերիկայի Միացյալ Նահանգները հանձնառան 90 թվականի նոյեմբերին։ Հայաստանը դեռ անկախ չէր, հայտարարված էր։ Այո, մի ամիս հետո։ Ես հիշեցնեմ ձեզ, մի ամիս հետո Փարիզյան խարտիայից, այսինքն հայտարարված էր, որ լուծարվում է սովետական միությունը 91 թվականի մարտին
վերամիավորման հանրաքվեներ պետք է անցնենք Ամերիկայի Միացյալ Նահանգները գիտեին ինչը մենք չարեցինք եւ մենք Վրաստանը, Բալթյան երկրները, այո 6 հանրապետություն Ադրբեջանը իդեպ արեց գալով կրկին ապագային ես ուզում եմ հատուկ կանգ առնենք օգոստոս 8-ին ըստ էության որը ուղիղ կապ ունի հոկտեմբեր 27-ի իրադարձությունների հետ մենք մեր զրույցներում խոսել ենք Ռուբենը շատ հետաքրքիր զուգահեռ է անցկացնում եւ ասում որ հոկտեմբերի 28-ը ըստ էության դեռ չի եկել այո եկել է օգոստոսի 8-ով մեծ հաշվով նո սկսել է գալ նես լույսը նոր բացվում է այսինքն 28-ը մի քիչ ուրիշ օգոստոսի 8 մենք չենք հույս ունեցել որ հոկտեմբեր 28 կարող է ընդհանրապես հաջորդել են եղերական օրվա օրից հետո երբ ըստ էության մեր պետականությունը ուղղակի գնդակահարվեց այո շանսը որ մենք կշարունակենք մեր ընթացքը եւ Հայաստանը կապրի ու կհրատևի ըստ էության այսօր մեր նորանկախ պետությանը տալիս են այդ համաձայնությունները եւ մենք գործնականում հիմա տեսնում ենք որ այն համաձայնությունները որից Հայաստանը զրկվեց եւ այն հնարավորություններից ու հորիզոններից որ Հայաստանը զրկվեց նորից Հայաստանը եւ այն ճանապարհը որը ըստ էության առարկան էր հիմնական մեղրին որպես ամբողջ մի ռեգիոն հանձնվում էր Ադրբեջանին դրա դիմաց տրվում էր մեզ տարբեր այսպես վարիացիաներ կան իհարկե Արցախ եւ Լաչին որը իր աշխարհակահաղական կարեւորությամբ նույնիսկ մոտ չէր այն նշանակությանը, որը եւ առանց կարգավիճակի էր տրվում։ Այո։ Դա ժամանակավոր էր տրվում։ Ցանկացած պահի չի բացառվում, որ այսպիսի խոշոր աշխարհակահաղական турբուլենտության պայմաններում ուղղակի Ադրբեջանը թքած ունենար այդ պայմանավորվածության վրա եւ իր հարցերը լուծեր։ Մենք էլ մնայինք առանց մեղրի եւ առանց ուրեմն այդ տարածքների։ Ի վերջո հասկանալի է, չէ, որ 91 թվականին Հայաստանում տեղի են ունեցել հանրաքվե անկախության, որի վերջին սահմանը տեղ գյուղն է եղել։ Մենք դրանից են կողմ ընտրություն չենք եւ հանրաքվե չենք անցկացրել։ Այսինքն Արցախի տարածքը որևէ կերպ չէր կարող նկատվել Հայաստանի մաս, ինչքան էլ մենք թղթի վրա որևէ ուրեմն կերպ ամրագրեինք անորոշության մատնելով Արցախի կարգավիճակը եւ հույս ունենալով որ թուղթը իսկ մենք այդպեսի թղթեր տեսել ենք եւ հիմա էլ տեսնում ենք թե Ռուսաստանը ինչպես է հարգում Բուդապեշտի համաձայնությունները Ուկրաինայի նկատմամբ եւ թե Ռուսաստանը ինչ արեց մեր նկատմամբ ունենալով Հայաստանի նկատմամբ շատ կոնկրետ պարտավորություններ եւ եթե Ռուսաստանը այդպես վարվում է իր դաշնակիցների նկատմամբ այս դեպքում Հայաստանի, մյուս դեպքում Ուկրաինայի, որի նկատմամբ ուներ ուղղակի պարտավորություն միջազգային անվտանգության երաշխավորի Մեծ Բրիտանիայի եւ Միացյալ Նահանգների հետ ինքը դարձավ գլխավոր սպառնալիքը անվտանգային այդ երկրի։ Եվ այսօր էլ մեր պետականության հրահրողը վարողը այսել 4 Ռուսաստանն է եւ սա ունենալով մեր աչքի առաջ եւ Արցախի հետ տեղի ունեցածը եւ 20 թվականի հետ տեղի ունեցածը եւ Ռուսաստանի անմիջական դերակատարությունը մեզ համար ուղղակի ենթադրում էի որ գոնե այսքան առանցքային հարց չպիտի լինի 2026 թվականի ընտրություններին ընդառաջ հիմա փորձում են կրկին ուրեմն անայլընտրանքայնությունը Ռուսաստանի նորից հրամցնեն եւ նորից անվտանգային այսպես հարցեր բարձրացնել ընդհանրապես պայմանավորվածությունները երկկողմ եւ նաեւ արևմուտքի մասնավորապես Միացյալ Նահանգների հետ ձեռք բերած պայմանավորվածությունները կասկածելի անվտանգային տեսանկյունից հրճակել մարդը ըստ էության ով ամենամեծ շահառուն էր այդ իրադարձությունների արդյունքում ամենամեծ կամահրանքով է խոսում օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների համաձայնությունների մասին։ Մի անգամային օրինաչափ Ռոբերտ Քոչարյան իր ամբողջ աշխատակազմով նրա սպասարկողներով ես
Նաիրի Ունանյանի հետ անուն խոսել եմ։ Եվ գոնե այն անհատները պարոն Աշակյան այնքան հետաքրքիր էր այդ զրույցը, որոնք որ այս կամ այն կերպ Նաիրի հետ շփվել են դեպքերից 6 ամիս առաջ։ Այսօր կարևոր դերակատարներ են մեր քաղաքական կյանքում։ 26 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին ինձ ասել է Ռուբեն Հակոբյանի անունը, Վազգեն Մանուկյանի անունը եւ Հրանտ Մարգարյանի անուններն է տվել Նաիրին։ Ով հետո ընդհանրապես մի քանի ամիս առաջ, հոկտեմբերի 27-ին պորտկում էր անվանում։ Որակում հոկտեմբեր 27-ը։ Ու ասում որ բավոր մի հատ էլ եղավ։ Այդ բավոր մի հատի վերաբերյալ երևի մի երկու խոսք մենք ասենք, բավոր մի հատ էլ լինի, արդյոք երաշխավորված է մեր անվտանգությունը, արդյոք մենք հիմա հոկտեմբերի 26-ը չենք ապրում, ինչ պետք է անենք, արդեն փորձ ունենք, չէ, մեր սեփական մենք թափանցիկ է, շատ բաներ բացահայտված են, ինչն էր պակասում, այ անվտանգությունը որտեղ փլուզվեց։ Պարոն Աշակյան, Հրանտ Մարգարյանը մեկ այլ իր հարցազրույցում ասում է, օրինակ, եթե մենք չենք պատերազմում մեր ապրելում է պետք։ Իրականում հոկտեմբեր 27-ի այդ հարցն էր, Հայաստանը պիտի խաղաղության մեջ ապրի, թե պատերազմի, որտեղ ակնհայտ է, չէ, որ Կարեն Դեմիրճյանը խաղաղության առաջնորդ էր։ Այո։ Լավ էր որ թիկունքում էլ կար Վազգեն Սարգսյանը։ Դա ամրապնդում էր հենց այդ խաղաղությունը։ Խնդիրը, այո, ուժի խաղաղություն, պատրաստ են ուժերի դիրքից, այո, հաղթողի դիրքից խաղաղություն through peace, through strength կամ ուժի միջոցով խաղաղություն։ Եվ իրականում նպատակը որ դրվել էր եւ հրճակվել էր, որ Վազգեն Սարգսյանը ու Կարեն Դեմիրճյանը չեն լինում, Հայաստանի խնդիրները լուծվում են։ Այդպես էլ է։ Գոնե դա էր իմ մոտ տպավորությունը զրույցից Նաիրի, որ ինքը հիմա էլ հավատում է, որ կարևոր առաքելության առաջնորդ է եւ ասում է, որ հիմա էլ օրինակ ինքը առաքելությունը չի ավարտել։ Ինձ ասում էր, ուրեմն վաղաժամկետ պայմանական ազատման էր դիմել, ես դրա համար էի հանդիպում իրեն, հարցնելու թե այդ ինչ հույսերով ես այդ դիմում իրեն։ Ասում էր դուք պիտի խնդրեք, որ ես դուրս գամ, ձեզ փրկեմ մորուսավորներից, բառացի։ Այսինքն իրեն ներշնչել էին, որ այս երկուսը չեն լինում, Հայաստանի խնդիրները վերանում են։ Եվ ասեմ, որ հիմա մենք տեսնում ենք նաև իրավիճակի այդ նույն լարումը շատ կոնկրետ գործող անձի վերաբերյալ։ Չի լինում Նիկոլ Փաշինյանը, իրենք հիմա այսպիսի մեծ իդեա ֆիքսի են վերածել, հոսքերը հիմնականում դրան են։ Սցենարիստները նույնն են, հիմիջալու դերակատարներից երկուսն են նույնը, աշխարհիկ եւ հոգեվոր, ուժերը նույնն են, քաոսի մեծ փորձեր են անում, չէ՞ որ Հայաստանը մտնի քաոս։ Մենք գործում ուրիշ գործիքակազմ են օգտագործում։ Քաոս, արյուն, սրանք արտաքին ինտերվենցիաների ու մնացբարով զարգացում։ Եվ մենք տեսանք, որ այդ իրադարձություններից հետո ըստ էության արտաքին կառավարման տակ էր Հայաստանը։ Այդ իրադարձությունները մենակ հնարավորություն տվեցին Հայաստանը, օրինակ, ամբողջությամբ կախվածության տակ պահել գույք պարտքի դիմաց ստորագրի գոնե այն համաձայնությունները որ մինչև այդ իրադարձությունները Վազգեն Սարգսյանի եւ Պուտինի միջև համաձայնեցվել էին այդ համաձայնությունները կյանքի չկոչվեցին բերվեցին բոլորովին այլ համաձայնություններ որտեղ վասսալի եւ տիրոջ հարաբերություններ էին եւ եթե հիշում եք Դումայի նախագահի այցը արդեն 2000 թվականին որտեղ Երևանում հայտարարում էր, որ Armenia Forpost Ռասիի ու Արթուր Բաղդասարյանը, որը Հայաստանի խորհրդարանի նախագահն էր, անպատասխան թողեց այդ հայտարարությունը։ Դու ինչ ասես։ Ասես դա տես չի։ Ու մենք այս դառել էր այդպես։ Այս իրականության ականատեսները լինելով, այդ դասերը չենք քաղել։ Ըստ էության հիմա այդ կռիվն է։ Արթուր Բաղդասարյանների եւ բոլոր նրանց, ովքեր համաձայն էին այդ օրակարգի հետ եւ որոնք հիմնական շահառուներն էին հոկտեմբեր 27-ի, որոնք այսօր էլ
առանցքային դերակատարներ են, Հայաստանի հակառակորդները նստած են իրենց հյուրանոցներում, ասուլիսներ են տալիս։ Առանց նույնիսկ կաշկանդվելու, առանց նույնիսկ կասկածի տակ առնելու իրենց իրավունքը այդ անելու։ Կանխարգելող բաներ պետք է լինեն հիմա ես վստահ չեմ, որ մենք հիմա պաշտպանված ենք մի ուրիշ հոկտեմբերի 27 չի լինի այ միակ բանը, որ ինձ հիմա մխիթարում է եւ որոշ չափով լավատեսություն է տալիս, դա ստորագրահավաքներ եւ օրենքը դրա վերաբերյալ Եվրամիության հիմա անդամակցության այո, իհարկե, օրենքի հետ դա դառնալու է այդ զրահաբաճկոնը մեր անկախության։ Բայց դա պիտի ամրապնդվի ընտրություններով քաղաքական այլ ուժերի ներգրավմամբ։ Ներգրավվածությունը Եթե այս օրակարգը շարունակի միայն իշխանական ուժը առաջ տանել, ինչպես հոկտեմբերի 26-ն էր, այ հիմա մենք հոկտեմբերի 26-ում ենք, եթե չամրապնդենք մեր անվտանգությունը ակտիվ գործունեությամբ, բուֆեր չստեղծենք։ Այո, իհարկե, որ դա անիմաստ լինի, որ այդ կախվածությունը Նիկոլ Փաշինյան անձնավորությունից, այ պետք է ինքը թիմ ունենա, գործընկերներ պետք է լինեն։ Գոնե դրա հեղինակները, աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների հեղինակները պիտի վստահ լինեն, որ Նիկոլ Փաշինյանին սպանելով այդ օրակարգը չի վերջանում։ Այո։ Եվ այդպես հարցը կփակվի, այսինքն Նիկոլ Փաշինյանի պաշտպանության միակ ձևը եւ հոկտեմբեր նոր 27-ի օրակարգի բացառումը այն անիմաստ դարձնելու մեջ է։ Այո։ Այսինքն ինստիտուտն է աշխատում, ուժեր պիտի գան, որոնք այդ օրակարգը գուցեև ավելի նույնիսկ ես ձեզ ասեմ Նիկոլ Փաշինյանի համար դա ապահովության երաշխիք է, երբ որ ուրիշներն էլ կան, ինքը չի միայն, այդ դրա համար պետք է օրինակ փոխվարչապետ, ինչպես մի նոր մարմին ստեղծեն, որը արդեն առանց Նիկոլ Փաշինյանի զբաղվելու է Եվրո միացման հետ։ Այն միացում ծրագիր պետք է մշակվի։ Դա իսկ այդ ճոճանակը փոխզիջումների բալանսի, որ հիմա Նիկոլ Փաշինյանը ընտրել է, դա իրեն անդադ ամեն անգամ, երբ որ գալիս է ճոճանակի բացասական կողմը, ինքը թիրախ է դառնում։ Եթե Նիկոլ Փաշինյանը չլինի, կուրսը կփոխվի, եթե Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը չլինեն, կուրսը կփոխվի։ Հիմա մենք դա ունենք, այդ դասը որն է, 26 տարի, այդ դասը մենք անցել ենք, չէ, հիմա պետք է զանգվածային լինի, օրինակը տվել ենք, չէ, 60,000-ը թող դառնա 600,000, ընտրություններին պետք չի սպասել, ընտրություններին պետք է գնալ ընդառաջ։ Իմ ասածը դա է։ Մենք հիմա ես կարծում եմ, որ այս օրակարգը կրոնական կազմակերպությունների մասին դա պետք է դուրս մղվի, ինչ որ փոքր հանձնաժողով պետք է զբաղվի արդարադատության նախարարության հետ միասին օրենքով, օրենքի խախտումները ինչքան որ կան, թող զբաղվեն։ Մեր օրակարգը պետք է լինի քաղաքական ուժերի նույնիսկ եթե դրանք լինեն մրցակից ուժեր, նրանք, որոնք որ ապահովում են Հայաստանի ընթացքը դեպի Եվրոմիություն, դեպի անվտանգություն։ Այդ դա է, հետաքրքիր Եվրոմիությունը ընդհանրապես տնտեսական եւ իրավական հումանիտար օգուտներ պետք է բերի։ Նա արդեն ռազմաքաղաքական ուրեմն դաշինք դա օրակարգ պետք է, այ մեր օրակարգում դա պետք է լինի դեպի Եվրոպա, դեպի անվտանգություն, քաղաքական ուժերի եւ Նիկոլ Փաշինյանը պետք է անպայման ունենա գործընկերներ, մրցակից գործընկերներ, բանավեճի գործընկեր, Եվրոմիություն գնացող մրցակիցներ։ Իր հակառակորդները ոչ թե պիտի լինեն Ռուսաստանի հետ միութենական պետության կողմնակիցները, այլ նրանք, ովքեր ավելի խորացնելու կողմնակիցներ են Եվրամիության եւ նույնիսկ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները։ Այո, դա պետք է լինի օրակարգ։ Եվ ավելի չափավոր։ Դա անվտանգությունն է։ Հայաստանում ռուսական ներկայությունը եւ ռուսական 5-րդ շարասյունը պետք է լիկվիդացվեն։ Օրենքով լիկվիդացվեն։ Մենք գործ ունենք 99-ի
հոկտեմբերի 27-ին Ռուսաստանը ուներ դեմոկրատականի համարում, Ելցինն էր նախագահ։ Եվ իհարկե այնտեղ այն սովետական գեստապոյի, հա, այդ չեկիստների այդ խավը եկել էր իշխանության եւ վերցնելու էր ամբողջ իշխանությունը։ Հիմա Ռուսաստանն այլևս բոլորի համար, բոլոր քաղաքակիրթ եւ բարոյականություն ունեցող մարդկանց համար հստակ ֆաշիստական պետություն է։ Եվ հիմա այլևս այդ իլյուզիան չկա։ Օգոստոսի 8-ով լուծվում է Մեղրի այդ ճանապարհի կապող այդ ֆունկցիայի հարցը, Հայաստանի բացարձակ սուվերենության ներքո, զարգացման ուղու ընտրության հարցը, պատերազմի խաղաղության հարցը։ Հիմա այս ամենը պետք է բերել իր վերջնական ավարտին եւ հաղթահարել դրանով իսկ հոկտեմբերի 27-ի, իսկ մինչ այդ պետական հեղաշրջման, այդ 20 տարվա կրիմինալ դիկտատուրայի, նաև այո, այս ողբերգության Արցախյան, այս բոլորի հետևանքները, այո, մենք պետք է վերջակետերը դնենք այս ամեն ինչին։ Հայաստանը, ես վստահ եմ, ունի ամբողջ ռեսուրսը այս խնդիրները լուծելու համար։ Եվ բացի դրանից էլ այս օրակարգը հստակ ունի քաղաքական եւ սոցիալական պատվեր Հայաստանի Հանրապետության հասարակության շրջանում։ Այս ամենը պետք է իրականացնել։ Քաղաքական դասում այն պատասխանատվություն ունեցող սեգմենտները եւ որոնց համար սուվերենությունը, անկախությունը, ժողովրդավարությունը դատարկ խոսքեր չեն եւ առևտրի առարկա չեն, ձևական բան չեն, այո, նրանք եւս իրենց պատասխանատվությունն ունեն այս ամենի նկատմամբ։ Այո, իրավիճակի տերը այսօր կրկնում եմ Նիկոլ Փաշինյանն է, այդպես է դասավորվել, բայց դա չի նշանակում, որ մենք բոլորս ամեն մեկս իր տեղում չունենք մեր պատասխանատվության մասը պետության, նաև հաջորդ ծերունների առաջ։ Լավ, կարող ենք առնվազն ասել, որ օգոստոսի 8-ի այլընտրանքը հոկտեմբերի 27-ն է։ Այսինքն Հայաստանի չեղարկում։ Այո, կամ Ալեքսանդրապոլի պայմանագիր 2-ը։ Որևէ մեկը չի ասում, որ օգոստոսի 8-ի համաձայնությունները Հայաստանի համար ամենաարտակարգ, ամենանպաստավոր փաստաթղթերն են առաջ բերել։ Բայց ո՞րն է դրա այլընտրանքը։ Դրա այլընտրանքը։ Այսինքն մենք միշտ պիտի համեմատության մեջ դնենք, չէ՞։ Ունենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթ։ Հիմա նոյեմբերի 9-ի փաստաթուղթը եւ դրա հետևանքները ինչով էին տարբեր հոկտեմբեր 27-ից հետո Հայաստանի ստեղծված հնարավորություններից եւ իրավիճակից։ Սակայն ըստ դա Հայաստանի վասալացման, Հայաստանի անկախության տարածաշրջանը ընդհանրապես, այսինքն եւ Հայաստանի մասնատման, Հայաստանը կորցնում էր իր մի տարածքի նկատմամբ վերահսկողությունը, այսինքն ընդհանրապես դառնում էր անկենսունակ ծայրագավառ։ Այո։ Այլևս առանց Մեղրի եւ առանց Սյունիք Հայաստանը ընդհանրապես կենսունակ պետություն լինելու շանս չէր ունենալու։ Գործառույթ չէր ունենում։ Գլխավորը դա է, ընդհանրապես մենք չպետք է մոռանանք, Հայաստանը պետք է գործառույթ ունենա, որևէ բան, գործառույթ է, մեզ հավերժ կույրաղիք էին դարձրել տարածաշրջանի։ Մենք հիմա այդ օրգանիզմում մեր ֆունկցիան հետ բերելու եւ արյունը այս օրգանի մեջ վերադարձնելու ուրեմն հնարավորություն ենք ստացել։ Ռուսական տրոմբերը հեռացնելու, այո։ Իրենք էլ են հիմա ուզում օգտվել, դա հետաքրքիր է, ոչ միայն աջակցում են, այլ ուզում են օգտվել մեր կարգավիճակից, օգտվել որպես դաշնակից, որպես սպառող։ Այ մենք սպառողից, անվտանգություն սպառողից դուրս են գալիս այս օգոստոսի 8-ը մեր կարգավիճակը փոխում է որպես սպառողի, մենք հիմա դարձել ենք գործընկեր։ Այ գործընկերության խնդիր է դրված։ Հիմա ես նորից ուզում եմ վերադառնալ իմ բանին
օրենքներով հարկավոր է ակտիվորեն պետք է մենք ամրապնդենք մեր նոր կարգավիճակը։ Մենք ունենք նոր կարգավիճակ, այդ նոր կարգավիճակ ազատության կարգավիճակ։ Այդ դա պետք է ամրապնդել, օրինակ ես բարբերաբար դա ասում եմ, ինքս ինձ կրկնեմ, ինոագենտների մասին կան Գերմանիայում, Ֆրանսիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում կան օրենքներ։ Այսինքն աղբը, քաղաքական աղբը հարկավոր է զտել մաքրել։ Բայց այդ ինոագենտները պետության թշնամիների մասին։ Այո, նրան ուրիշ երկրի շահերի պաշտպանները մեր երկրում առնվազն պետք է պիտակ ունենան, որ մենք իմանանք մարդը պաշտպանում է որևէ երկրի շահերը մեր երկրում, գոնե մեր ռեսուրսներով չանի դա։ Տեսեք, օրենք, ես ասում եմ, հարկավոր է արտագրել կրոնական կազմակերպությունների մասին օրենքը Գերմանիայից արտագրենք մենք։ Գերմանիան հետամնաց պետություն չի, ռեֆորմացիան Գերմանիայում է եղել։ Դա կուսակցությունների մասին օրենքը, որ որևէ մեկը իր գրպանից կուսակցություն չանի կամ չդնի գրպանը կուսակցությունը։ Այ մենք Կարեն Դեմիրճյանի հետ այդտեղից սկսեցինք, ես այդտեղից սկսեցի։ Դա շատ կարևոր էր համարում արդեն 26 տարի է սեղանին դրված է ազգային ժողովի նախագահի։ Ես մի այդպիսի դիմում էի գրել Բաբկեն Արաքսյանին քաղաքական կուսակցությունների ֆինանսավորելու կարգի մասին։ Ու դա գտել էր Կարեն Դեմիրճյանը, ասեց քննարկենք ինչ է դա։ Եվ ասեց գնամ Լեհաստան գամ։ Ու գիտեք ես ինչ ասեցի, լսել եմ։ Դա Այսինքն ձեր դիմումը, որ ուղղել էիք նախորդ ազգային ժողովի նախագահին, հաջորդ ազգային ժողովի նախագահը գտել էր։ Ու որ ասեց գնամ գամ ու 4 օրը մեկ հանդիպենք քննարկենք, ես ասեցի ես լսել եմ, որ որոշ ուժեր ուզում են Վազգեն Սարգսյանին գնդակահարեն։ Եթե դա ազգային ժողովում լինի, քեզ էլ խփել, քեզ էլ կկապնի ռեկաշետով։ Ծիծաղեցինք։ Ասեցի ինչ կա ամեն օր արի ու նախագահի դու այդ մեր հանձնաժողովը, որ պետք է ստեղծվի։ Լավ ասեց, գնամ Ֆրանսիա գամ, դա կանենք։ Հիմա մենք գաղտնիք չենք բացում, դա գործով գնացել է, այդ ինգերով որ ինձ ասել է, որ նայերին ավտոմատ ա ուզում, մարդ ա ուզում, գնան գնդակահարեն։ Գործով գնացել է։ Ուզում ասել, որ իմացող չհայտնող չեմ ես։ Ուրեմն քննարկեցինք, ասեցի գալու են խփեն ամեն օր արի։ Ասեց գնամ Ֆրանսիա գամ, մի հատ էլ Կվասնևսկուն հանդիպեմ Լեհաստանում, ասեց իմ համար, ինձ համար դժվար է ձերոնց հետ շփվել, բայց Կվասնևսկին սոցիալիստ ասեց նրանց միջոցով Հայաստանը տանենք Եվրոպա, Լեհաստանի միջոցով այդ կարիդոր միջանցք են ասում, չասես լեհական միջանցքով Գդանսկը։ Իդեպ եվրոպական երկրներից Լեհաստանը առաջիններից էր, որ հիմա հայտարարում է, որ հայկական Հայաստանի ձգտումների կողքն է դեպի Եվրամիություն գնալու Եվրոպական միության անդամ դառնալու։ Գնամ Կվասնևսկուն հանդիպեմ։ Դեպ դա այն ժամանակ էր, երբ Լեհաստանը դեռ Եվրամիության անդամ չէր, ցանկանում էր եւ Եվրամիության 99-ին դարձավ անդամ, 2004-ին նոր դարձավ դեմ էին Եվրամիությունում, շատեր անհնար էին համարում Լեհաստանի անդամակցությունը, այսօր անհնար է պատկերացնել նույնիսկ Եվրամիություն առանց Լեհաստանի։ Եվ հենց այսպես է լինելու է Հայաստանի հետ։ Ծավալով տնտեսությամբ եւ Եվրոպայի արևելյան Ինձ համար կարևոր է, որ Կարեն Դեմիրճյանը դա նկատել էր այն ժամանակ։ Տեսեք, ինչ ծանր հարված ենք ստացել Կվասնևսկոց, դա միջանցք է, մեր Գդանսկի միջանցքը գնալու այնտեղով կգնանք։ Հիմա այսօր դրանք պետք է արվեն այդ օրենքները, պարտադիր են, գործիք պետք է լինի, մեր ձեռքում պետք է գործիք լինի, օրակարգում պետք է լինեն ինոագենտներին զսպելու, մաքրելու խնդիրը կա, լծված է, ուղղակի տեղ չկա։ Օրակարգ են գալիս, դրանք պետք է չլինեն, կուսակցությունները, ամեն մեկը գալիս ասում է կուսակցություն են բացում, ով ուզում է, այդպես չպետք է լինի, երկրի շահերից պետք է բխի, ասենք օրենքը պետք է խիստ լինի, տեսեք ինչեր կան, եւ իհարկե ներգրավվածությունը միայնակ գայլը ոչինչ չի անի, Նիկոլ Փաշինյանը մենակ է, թիմ չունի, ցավոք սրտի։ Ամփոփելով ուրեմն կարող ենք ասել, որ օգոստոսի 8-ի այլընտրանքը հոկտեմբերի 27-ն է եւ Հայաստանի չեղարկումը։ Ուրեմն մենք մի խնդիր ունենք այդ օրակարգը
պահել, պահպանել, առաջ մղել օգոստոսի 8-ի համաձայնությունները օր առաջ ուրեմն կենսագործել, դրանք իմպլեմենտացնել, մենք տեսնում ենք Միացյալ Նահանգները զբաղված է այլ տարածաշրջաններում խաղաղության գործընթացներով, նախորդին Թայլանդի եւ Կամբոջայի միջև խաղաղություն հաստատվեց Թրամփի անմիջական ներգրավմամբ, եւ սա ուշադրության նվազում է ենթադրում մեր ուղղությամբ։ Արդեն մենք պիտի նախաձեռնողականություն հանդես բերենք եւ Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով ինչպես կարողացանք պայմանավորվել Կիրանցի հատվածում օրինակ 12 կիլոմետր սահմանազատել, սահմանագծել, որևէ բան չի խանգարում, որ այդ մթնոլորտը, որ ստեղծվել է երկու երկրների միջև, նաև Միացյալ Նահանգների ուղիղ անմիջական ներգրավմամբ եւ այդ ձեռք բերված խաղաղության գործարքով մենք կարողանանք առաջ տանել եւ չսպասել օրինակ այդ ճանապարհի կառուցմանը, այդ երկաթուղու կառուցմանը, օրինակ գտնել ինչ որ ռեժիմ, որով հնարավոր կլինի ինչ որ բեռներ տեղափոխել։ Բայց շատ կարևոր է, որ այստեղ Թուրքիան սահմանը բացի եւ նույնիսկ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը տրանզիտ հնարավորություն տա հայկական բեռների համար եւ մենք այդ գերկախված ուրեմն Լարսի միջանցքից գերկախված էս մեր ուրեմն տնտեսությունը կարողանանք թոթափել եւ ունենալ վճարունակ եվրոպական շուկային հասանելիություն նաև մերձավոր արևելքին եւ արաբական երկրներին ուղիղ Եգիպտոս օրինակ եւ Իրաք հասանելիություն ունենալ, որտեղ ստանդարտների այն պահանջը այսօր չկա, ինչ որ եվրոպական միության երկրները ունեն։ Մենք տեսնում ենք նաև Եվրամիության ակտիվ ներգրավվածություն օգոստոսի 8-ի համաձայնություններին, մարդիկ ասում են, որ պատրաստ ենք ֆինանսավորել ձեր բոլոր նախագծերը տնտեսական։ Էլ ինչ ենք ուզում։ Այսինքն Եվրամիության ներկայացուցիչ Հայաստանում պատվիրակության ղեկավարը հայտարարում է, որ դուք միայն շարունակեք խաղաղության օրակարգը առաջ մղել։ Խաղաղությունը գալիս է, չի ասում եկել է։ Եվ մենք միայն ողջունում ենք դա։ Եվ ամենակարևորը դրանք կարելի է ամրապնդել ուրեմն տնտեսական նախագծերով։ Իսկ եթե որևէ քաղաքական համաձայնության տակ կա փող եւ կա շահ եւ տնտեսական ու աշխարհաքաղաքական ուրեմն հետաքրություններ, սա հավելյալ եւս մեկ կարևոր իրողություն է, որ ամրապնդում է հավատը, որ քաղաքական համաձայնությունները կարող են երկարատև լինել եւ տևական։ Ու սա չափազանց կարևոր է, պարոն Նայք, ձեզ շնորհակալ եմ մեզ այս հնարավորության համար, ես կարծում եմ, որ շատ ու շատ այսպես անհայտություններ այսօր հայտնի դարձան մեր հեռուստադիտողներին, հուսամ առաջիկայում եւս զուգահեռներ։ Այո, այս ֆորմատով մենք կրկին զրուցելու հնարավորություն կունենանք։ Շնորհակալություն պարոն Արշակյան, շնորհակալություն։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Կհանդիպենք։